Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, հարցում եք։ Ես առաջինը ձեզ ունեմ ասելու միտք, հա։ Ես 97 թվականին Բորդոյում եմ եղել։ Բորդոյում հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ նախարարությունը վերահսկում են, որ հանկարծ այլ տեղից խաղող չգա Բորդո, որտեղ դրանք տարբեր բաներ էին։ Եվ մենք պետք է ապագայում ձեր ասացի ապացույցն է, որ մենք պետք է Արենիում շատ լուրջ հսկողություն դնենք, որ հանկարծ Արենիի տարած գործարաններ, որտեղ որ վերամշակվում է, հանկարծ այլ տեղից խաղող չգա եւ չխառնվի։ Սա ուղղակի իմ իմացության փոխանցումներ ձեզ, էլի շնորհակալություն։ Իսկ ես պարոն Պապյան, ձեզ երկու հարց ունեմ։ Առաջի հարցը վերաբերվում է, իհարկե դուք ամեն ինչ անում եք, որպեսզի որակը ստանդարտները որակը բարձրացվի, բերվի միջազգային ստանդարտների մեր ցանկացած արտադրանք, որը հնարավոր է դրանց ինչ-որ մի հատված գնում է դեպի Եվրոպա արտահանման, որոնք կարող են եւ ապագայում գնալ։ Խորքային հարցս նա է, եթե Թուրքիայի ճանապարհը բացվի, արդյոք դուք ունեք այն սեգմենտը արտադրանքների, որ ասեք օրինակ տրանսպորտային ծախսերի նվազման դեպքում ինքնարժեքում օրինակ ապրանք ունենք, որ 1 կիլոգրամը 40,000 դրամին է համարժեք, ապրանք ունենք 1 կիլոգրամը 5,000 դրամին։ Նկատի ունեմ, դուք ունեք այդպիսի մի ցանկ, այդպիսի մի վերլուծություն հատուկ բաժին զբաղվում է, որ ապագայում ասի, որ 200 կամ 300 տիպի արտադրանք հնարավոր է առավել մրցունակ դառնա, եթե ճանապարհը բացվի։ Քանի կիլոմետր կկրճատվի, ինչ արագությամբ մեր մեքենաները կհասնեն, տրանսպորտային կազմակերպությունների հնարավորությունները ինչ աստիճան կօգտագործվի, այս ամեն ինչը շատ կուզեի, որ լսեի ձեր կողմից եւ հասկանանք, թե մենք էլ ինչ ունենք անելու, որտեվ ստանդարտները իհարկե դուք ամեն օր ամեն ժամ աշխատելու եք, որպեսզի բերեք, որտեվ տեխնոլոգիաներ են փոխվում, բերենք այն ստանդարտներին, որ եվրոպացիները ունեն։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է մրցունակ արտադրանք ունենանք եւ մեր տրանսպորտային ծախսերի առումով, արագության առումով ապրանքի արագ հասնելու կուզենամ ձեր կարծիքը դրա մասին եւ դրանք ինչքան են, որ ապրանքներն են, որ մեր հասարակությունն էլ իմանա դրա ուղղությամբ աշխատանքներ տանի, որտեղ հնարավոր է, որ պետական մարմինները պետք է այդ հաշվարկն անեն եւ հաղորդեն թափանցիկ լինի, որ մարդիկ հասկանան ապագայում ինչ մեծ հնարավորություններ է բացում։ Երկրորդ հարցս, ես ուզում եի հասկանալ մեր տուրիստները, որ Հայաստանի Հանրապետություն են գալի։ ԵԱՏՄ-ի մասով ես ունեմ գրված, որ ձեզ հետ պետք է այդ հարցը քննարկեմ ԵԱՏՄ-ի մասով, թե մենք ինչ արդյունքներ են գրանցել ընդհանուր 25 թվականին եւ 24 թվականի հետ համեմատած, ինձ մի հարց է հետաքրքրում 23-30 երբ որ օտար քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքում է հայտնվում եւ 00:40 հեռանում է Հայաստանից, նա ինչ կարգավիճակ ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, ձեր նշած հարցի բարձրաբանման հետ համար հենց իմ եւ գործընկերոջս կողմից երկրորդ գիտական հոդվածն է գրվել եւ հիմա տպագրության մեջ է միջազգային ամսագրերից մեկում, գիտական ամսագրերից մեկում, իմջալոց նաեւ գիտական, այսպես ասած, այդ օպոնենտների շեմը հաղթահարեցինք եւ բարձր գիտական ամսագրերից մեկում շուտով կտպվի։ Ես վստահ չեմ, որ այս պահին կարող եմ ամբողջ խորությամբ հոդվածի մանրամասներն ասեմ, որովհետև տպագրությունից առաջ ունենք որոշակի պարտավորություններ, բայց որոշ բաներ կասեմ։ Նախ հոդվածը կոչվում է Armenia-Turkey from closed borders to peace crossroads, what border opening means from trade and peace perspective։ Եվ ձեր նշած հենց այդ հարցերի պատասխաններն են կանում, որովհետև եթե նախորդ հարցը, նախորդ գիտական հոդվածում մենք հաշվել էինք թե Հայաստանի Ադրբեջանի արտահանումների նմանությունն էինք, ուրեմն այնտեղ առևտրի նմանության եւ առևտրի լրացման ինդեքսներ գոյություն են, այդ ինդեքսների վրա էինք շեշտադրում արել եւ բացահայտվել էր, որ օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտահանման մեծ մասը եւ մեր ներմուծման մի զգալի մասը իրար շատ նման են եւ հակառակը մեր արտահանումն ու իրենց արտահանումը բավականին տարբեր են, այդ առումով բավականին հետաքրքիր պատկեր էր բացահայտվել, որ ստացվում է, որ մենք իրար հետ չենք մրցակցում,
բայց կարող ենք մենք իրենց վաճառել, իրենք մեզ բազմաթիվ ապրանքներ եւ Հայաստան-Ադրբեջան մասով Այո, այսինքն այն ինչ որ մենք արտահանում էինք հաճախ իրանց էր պետք եւ այն ինչ որ իրանք են արտահանում հաճախ մեզ է պետք լինում եւ այն ինչ որ մենք արտահանում ենք իրանց արտահանածի հետ այդքան էլ նման չէր Հայաստան-Թուրքիայի մասով հետազոտություններ կան, տարբեր գնահատականներ ունենք, վերցրել ենք այստեղ նշեմ որ նախնական գնահատականով մեր հոդվածով մենք հաշվարկել ենք ես ուղղակի մանրամասները մեթոդաբանության եւ այլնի էսպայի չեմ կարողանա ասել որովհետեւ դրա անպայման ես այսպես ասեմ ձեզ պաշտոնական պրեզենտացիան ամսի 30-ին ելնելու 30-ից հետո ձեզ հոդվածը արդեն կարող եմ ուղարկել որ նաեւ կհրապարակենք այո միանշանակ մենք կարծում ենք որ 750-ից 800 միլիոն դոլարի առևտրաշրջանառության պոտենցիալ կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ հոդվածում ես հատուկ նաեւ նշեմ դա շնորհակալ եմ հարցի համար ինչի ենք որոշել գիտական լեզվին դիմել որովհետեւ երբ որ քաղաքական հայտարարություն ենք անում ցանկացած լրագրող ասում է սուտա կամ ցանկացած քաղաքական գործիչ ասում է սուտա հիմա մենք ունենք համաշխարհային փորձագետներ դասախոսներ ովքեր սրա օպոնենտն են եղել եթե մենք սխալ ենք թող գնան այդ մարդկանց հետ բանավիճեն Իսկն այստեղ արդեն գիտական մակարդակ ենք բերել մյուսը բազմաթիվ էլի ապրանքների հետ կապված մի շարք ապրանքներ ենք Այո, եւ այդտեղ երկու կարևոր հանգամանքի վրա։ Մեկը այնա որ բազմաթիվ ապրանքներ կա, որտեղ հնարավորություն կա արտահանելու Թուրքիա։ Ապրանքներ կա, որոնք որ հնարավոր է բերել Հայաստան, բայց ամենակարևոր օգուտներից մեկը այնա, որ Հայաստանը հնարավորություն է ունենում այդ պարագայում օգտագործել թուրքական նավահանգիստները, հատկապես Միջերկրածովյան նավահանգիստները։ Եկեք նայենք օրինակ ինչա պետք, որպեսզի մենք գնանք հասնենք Միջերկրական ծով։ Մի կողմից ուղիղ շատ կարճ ճանապարհ է, իրականում շատ կարճ է, եթե այսպես ուղիղ գծով նայենք, թե Մարգարայով օրինակ գնա, ինչպես է հայտնվելու ենթադրենք Մերսինում, հա, շատ ուղիղ ճանապարհ է։ Մեկ այլ պարագայում, որպեսզի մոտավորապես գնանք ու հասնենք այդ հատվածը, Այո, պիտի գնա հասնի Վրաստանով, Փոթիով, հետո Սևծով, հետո Մարմարածով, հետո Էգեանցով։ Կա այդ հաշվարկը, էական նաև ֆինանսական գնահատականները կան հաշվարկների, ես ու նաև ապրանքների ցանկ ենք մենք ուրեմն ի հայտ բերել, ընդ որում նայել ենք 4 կոդով համապատասխանություն, 8 կոդով համապատասխանություն, այսինքն այդ կոդային համապատասխանություններն ենք նայել եւ բազմաթիվ ապրանքներ կան, որոնք որ նաև Հայաստան այսօր ներմուծում է, հնարավոր է կարողանա ասենք ներմուծել ավելի էժան տարբերակով, ենթադրենք դրանք էլեկտրական, էլեկտրոտեխնիկան, օպտիկա ուրեմն դեղագործական ապրանքներ ես հիմա նայում եմ հոդվածից որոշ ուրեմն տողեր որոնք որ մի հատ այո շատ լավ այո եւ կարագա Հայաստան որպես հումք եւ կարագա Հայաստան որպես պատրաստի արտադրանք, այսինքն նաեւ ինքը գնաճային ճնշումներ եւ Հայաստանի դեպքում նաեւ էլի Հայաստանը կարող է մատակարարել այդ ապրանքները։ Այս առումով նշեմ, որ ամսի 30-ից հետո արդեն կարողանամ ամբողջական հրապարակել ցանկը մեթոդաբանությունը այս պահին թերևս ավել բան ասելը չգիտեմ կարող է եւ խնդրահարույց լինի սա է ամբողջ խնդիրը շնորհակալ եմ Շնորհակալ երկրորդ հարցը զբոսաշրջության հետ կապված Ձեր նշած հարցը շատ կոնկրետ հարց է, ես գիտեմ դուք ինչ նկատի ունեք ու շատ կոնկրետ հարց է, ես ձեր հետ համաձայն եմ, որ 23-30 եթե մարդը գալիս է ու 24-30 գնում է Հայաստանից, դա չի նշանակում, որ ինքը մեկ օր մնաց Հայաստանում։ Մեկ օր մնաց Հայաստանում այն դեպքում, երբ որ ինքը գոնե 24 ժամ երկրում է։ Իսկ եթե 24 ժամ երկրում է, ամենայն հավանականությամբ դժվար 24 ժամում միայն գիշերային եւ ցերեկային ակտիվ կյանք վարի, նաեւ հյուրանոցային ծախս կանի եւ այլն։ Եվ ես մենք առաջարկություն ենք ներկայացրել, որպեսզի կառավարության մի որոշում կա, այդտեղ համապատասխան փոփոխություն անենք։ Հիմա ես գիտեմ, որ ոլորտային նախարարությունը, որ տրանսպորտի ոլորտն է կարգավորում, ինքը այդ աշխատանքը իրականացնում, որովհետև դա իմ համար էլ աբսուրդային է եւ
այստեղ այլ կարծիք իմ կարծիքով չկա։ Եթե ձեր հարցից սրա մասին է։ Սա ինչի եմ ես հարցնում, ներողություն, որովհետև խնդիրը նրանում է, որ հիմա 26 թվականի բյուջեն է, հասկանանք այդ ծախսերը լինելու է թե չէ, եւ ես հետո կուզենամ, որ ֆինանսների նախարարը նույնպես արձագանքի, հաշվի առնելով, որ վերջին հաշվով բյուջեից գումար է ծախսվելու, հասկանանք դա մեզ ինչ արդյունք է տալու։ Խոսքը դրա մասին է, շնորհակալություն, շատ։ Որպես տող դա բյուջետավորված է, ես գիտեմ, որ դա բյուջետավորված է, բայց 3 միլիարդ կարծեմ, այդ բանը որ 1 միլիոնից ավել փոխադրում է իրականացնում, մենք ֆինանսավորում ենք։ 3 միլիարդ դրամ բյուջետավորված է, բայց մեր ձեռքում է կանոնները, այսինքն կարելի է բնականաբար կանխատեսելիության շրջանակում կազմակերպությունների համար այդ կանոնների ես գիտեմ, որ հիմա այդ խոսակցության մեջ եմ, որովհետև դա ըստ էության ընդհանուր կանոն է, եւ այդ ընդհանուր կանոնը, եթե մենք տեսել ենք ինչ-որ բաց որոշման մեջ, կարող ենք փոխել, բայց գիտեմ, որ դա գործընկեր նախարարությունը զբաղվում է այդ հարցով, ինչ ընթացք ունի բանակցությունները կամ որոշումը չեմ կարող ասել։